Սիրով ուզում եմ այսօր խոսել Finca Universal վարկային կազմակերպության մասին, ով մեր լավ գործընկեր է եւ մշտապես մեզ մոտ հյուրընկալում ենք եւ խոսում ենք ամենակարևորի մասին։ Սիրով ուզում եմ ներկայացնել, որ այս առիթով մեր տաղավարում են Finca Հայաստանի գլխավոր կոմերցիոն տնօրեն Վարդան Հարոյանը, ողջույն։ Ողջույն։ Եվ մարքեթինգի վարչության ղեկավար Իրենա Բալայանը, ողջույն։ Ողջույն։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալ եմ, որ այսօր մեզ մոտ եք, շնորհակալ եմ, որ եկել եք, գտել եք ժամանակ եւ լավ կարեւոր զրույց ենք ունենալու եւ ամենաառաջինը, որ ուզում եմ հարցնել եւ ասել, ինչպես նաեւ, որ Finca-ն գործում է Հայաստանում արդեն 26 տարի, դա նորություն չէ, դուք առաջին անգամ չեք մեզ մոտ, բայց ինձ հետաքրքիրն է, ո՞րն է Finca կազմակերպության հիմնական առաքելությունը եւ դերը ֆինանսական ոլորտում։ Ինչպես նշեցիք, Finca-ն 26 տարի է Հայաստանում, մենք հիմնադրվել ենք 1999 թվականին, անցած տարի մենք նշեցինք մեր 25-ամյակը։ Finca-ի առաքելությունը ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում։ Finca-ն գործում է 15 երկրներում, Լատինական Ամերիկայի, Աֆրիկյան, Միջինասիական երկրներում, ինչպես նաև Անդրկովկասում եւ Արևելյան Եվրոպայում։ Հիմնական առաքելությունը սոցիալապես ավելի խոցելի խմբերին ֆինանսավորելն է, օգնել նրանց ֆինանսապես եւ ոչ ֆինանսապես իրենց կենսակերպը ավելի բարելավելու, իրենց միկրո բիզնեսները ավելի կատարելագործելու, ինչպես նաեւ գյուղատնտեսական իրենց գործունեությունը ավելի կատարելագործելու հարցում։ Այսինքն որպես տեսլական եւ որպես հիմնական mission Finca-ի համար ավելի խոցելի եւ չբանկավորված ոլորտին սպասարկելն է, բայց եւս մեկ կետի մասին կուզեի խոսել, որ մենք շեշտը դնում ենք նաեւ ոչ ֆինանսական ծառայությունների համար եւ թիրախավորում ենք նաեւ մեր ոչ ֆինանսական աջակցությունը հաճախորդներին սոցիալական ծրագրերի միջոցով, ինչպեսիք են կրթական ծրագրերը, որոնք ուղղված են հաճախորդներին եւ ոչ հաճախորդներին ավելի կրթելու, գյուղատնտեսական նորարար տեխնոլոգիաներին ծանոթացնելու եւ ֆինանսական կրթության դասեր տալու համար եւ այդպիսով ավելի բարեկիրթ եւ գիտակ շերտ հասարակություն ձևավորելու հարցում։ Ըստ ձեզ այս տարիների ընթացքում ինչն է փոխվել, ինչպիսի ազդեցություն է ունեցել Finca կազմակերպությունը հայաստանյան ֆինանսական շուկայի զարգացման վրա, ըստ ձեզ։ Մենք սպասարկել ենք ավելի խոցելի խմբեր եւ ֆինանսական շուկայում դա շատ դժվար գործառույթ է։ Finca-ն միայն առաջամարտիկներից է եղել շուկայում, որ մտել է այդ շուկայի այդ հատված եւ այն հիմնական սեգմենտը, որ չէր սպասարկում բանկերի կողմից, Finca-ն առաջամարտիկներից է եղել, որ աջակցել է մեր հասարակության այդ խմբերին եւ կարողացել է սոցիալական ծանր իրավիճակներից դուրս բերել։ Շատ լավ, ինչով է տարբերվում Finca-ն այլ ֆինանսական կառույցներից։ Մենք մշտապես խոսում ենք, ներկայացնում ենք տարբեր կետեր, որոնք կարևոր են եւ պիտի իմանանք թե մենք թե ռադիոլսողները, բայց ինչով է այն տարբերվում։ Առաջին ամենամեծ տարբերությունը հենց մեր հաճախորդներն են, այն շերտը, որին մենք սպասարկում ենք։ Այսօր արդեն խոսեցինք ավելի խոցելի շերտերի մասին եւ նաեւ այն շերտերը, որոնք բանկերի համար այնքան էլ ցանկալի հաճախորդներ չեն։ Ցանկալի շահկերտների մեջ այն առումով, որ սովորաբար նշված հաճախորդների ֆինանսավորումը փոքր-ինչ ավելի մասնագիտական գիտելիքներ է պահանջում։ Մեր հաճախորդների քանակի մոտ 65%-ը գյուղատնտեսությամբ զբաղվող հաճախորդներ են, իսկ գյուղատնտեսական վերլուծություններով կան շատ քիչ կառույցներ Հայաստանում, որոնք զբաղվում են տվյալ հաճախորդների գործունեությունը, ֆինանսական վերլուծությունները կատարելու հարցում։ Եվ տեսեք, այստեղից արձանցյալ նաև մեր հիմնական տարբերությունը մեկ պրոդուկտի մասով ասեմ, որ օրինակ մենք հիպոթեկային շուկայում ի տարբերություն մեր այլ մրցակիցների հիմք ենք վերցնում հաճախորդների գյուղատնտեսական եկամուտը։ Տեսեք, մենք որտեղրել ենք հետևյալ ռազմավարությունը, տեսնում ենք շուկայում ինչ բաց տեղեր կան եւ փորձում ենք թիրախավորել հենց այդ բաց տեղերը։ Եթե սովորական աշխատավարձով աշխատող մարդը շատ հեշտ կարող է ֆինանսական կառույցներից իր աշխատավարձը որպես եկամուտ
հիմք բերելով ստանալ հիպոթեկային վարկեր, ապա գյուղացին մի շարք խնդիրների է առնչվում, քանի որ ինքը ունի գրանցված աշխատող եւ բանկերը այնքան էլ չեն ցանկանում չգրանցված եկամուտով հիպոթեկային վարկեր տրամադրել, թե վերանորոգման, թե երկրորդային շուկայից բնականon ձեռք բերելու համար։ Մենք շուկայում ենք նաեւ այս բացը լրացնելու համար, աշխատելով ազգային հիպոթեկային ընկերության հետ, մեր հիմնական գործընկերները հիպոթեկային շուկայում, մենք վերլուծում ենք կատարում հենց հաջորդի գյուղ եկամուտները եւ ներկայացնում ենք որպես եկամտի աղբյուր գյուղ եկամուտներ, այսինքն այն մարդիկ, ովքեր գյուղատնտեսությամբ են զբաղվում, բայց միևնույն է ունեն անշարժ վերանորոգելու կամ ձեռք բերելու կարիք, չգիտեմ, օրինակ կան հաճախորդներ, ովքեր բնակվում են մարզերում, հենց իրենց մարզում են ուզում բնականon ձեռք բերել, բայց կան նաև հաճախորդներ, ովքեր ունեն ուսանող երեխաներ, Երևանում են սովորում, ուզում են ինչ-որ մի փոքրիկ բնականon ձեռք բերել, մենք հենց իրենց կողքին ենք կանգնում եւ հենց այս խնդիրն ենք լուծում։ Կան բազմաթիվ նման այլ հարցեր, որտեղ մենք տարբերվում ենք մեր մրցակիցներից։ Ինչպիսի մարտահրավերներ ունի Ֆինկան նաև տեղական շուկայում։ Ճիշտ նշեցիք, մենք միջազգային կառույց ենք եւ մասն ենք կազմում այդ միջազգային հսկա կառույցի եւ Հայաստանում ներկայացնելով Ֆինկա կազմակերպությունը մենք Հայաստան ենք բերել նաեւ մշակութային հետաքրքիր ուղղվածություններ։ Վարդանը քիչ առաջ նշեց, որ սոցիալական ուղղվածությամբ մենք բավականին հստակ այսպես ասած կողմնորոշվածություն ունենք։ Ես ուզում եմ նշել մի քիչ փակագծերը բացել, որ այդ մշակույթը բերելով մենք նաև օրինակ եմ ասում կանանց դերի բավականին տեղ տալը, թե աշխատակազմում, այո, թե նաև հաճախորդների տեսանկյունից դա նույնպես մեր միջազգային կառույցի մշակութային կարևոր կետերից մեկն է եւ Հայաստանում այդ ծրագրերի իրականացումը եւ այդ նպատակով բազմաթիվ պրոյեկտների իրականացումը միջազգային կառույցի եւ մշակույթի արդյունքն է։ Ուզում եմ նաև նշել, որ վերջերս ճիշտ է Հայաստանում այդքան էլ տարածված չէ, բայց վերջերս Ֆինկան ստացել է հաճախորդների պաշտպանության հավաստագիր միջազգային MFR վարկանիշային կազմակերպության կողմից եւ սա էլ է փաստում մեր միջազգային լինելու առավելությունը։ Այսօր Հայաստանում ընդամենը 3 ֆինանսական կառույց ունի այս հավաստագիրը, որոնցից մեկը մենք ենք եւ արժանացել ենք ասեմ ամենաբարձր մակարդակին։ Ինչ է նշանակում այդ հավաստագիրը։ Դա նշանակում է, որ Ֆինկան վայելում է իր հաճախորդների վստահությունը, Ֆինկան աշխատում է թափանցիկ եւ շատ բաց իր հաճախորդների առջեւ, այսինքն մենք որևէ կերպ մեր գործունեության մեջ որևէ բան չենք թաքցնում, ամբողջությամբ թափանցիկ եւ բաց ենք եւ մեր հաճախորդները երբ մեզ ընտրում են, դա մեր միայն վստահության արդյունքն է։ Հավաստագիրը տրամադրելիս բավականին երկար ուսումնասիրություններ է իրականացվել թե ներքին եւ թե արտաքին գործառույթների մասով եւ ուզում եմ ասել, որ դա հենց եւս մեր մշակույթի մի մասն է կազմում վայելել հաճախորդների վստահությունը եւ լինել թափանցիկ։ Ինչպիսի հնարավորություններ են ստեղծվում կանանց համար եւ ինչպիսի դրական ազդեցություն է առհասարակ ունեցել Ֆինկան թե կանանց անձնական աճի եւ թե բիզնեսի զարգացման վրա։ Ֆինկան այն կառույցն է, որ իր աշխատակիցներին, հատկապես կին աշխատակիցներին շատ կարևորություն է տալիս եւ բարձր այսպես ասած արժեքներ է ձևավորում Ֆինկայի ներսում, որպեսզի կանայք նույնպես առաջնորդության եւ բարձր պաշտոններ գրավելու, այսպես ասած, հնարավորություններ ունենան եւ մեր աշխատակիցների գրեթե կեսը կանայք են, եթե ոչ ավելին։ Երկրորդ սեգմենտը կտարանջատեն մեր հաճախորդներին եւ Ֆինկան որպես վարկային կառույց, որպես ֆինանսական կառույց իր պրոդուկտներում հատուկ մշակում է այնպիսի պրոդուկտներ, որոնք ավելի հարմար են կանանց, նրանց փոքր եւ նոր սկսող բիզնեսները զարգացնելու համար։ Այսօր մենք ունենք նմանատիպ պրոդուկտներ, որ բավականին մատչելի են մրցակցային շուկայում եւ հատուկ կանանց համար են նրանց բիզնեսը զարգացնելու, սկսելու համար։ Դա երկրորդ սեգմենտը եւ երրորդը, որ այստեղ մենք չենք դիտարկում հաճախորդ, աշխատակից, ամբողջ վերցնում ենք ամբողջ Հայաստանը եւ ամբողջ Հայաստանի համայնքները, քանի որ մենք ինքներս տարածված ենք Հայաստանով 31 եւ ավել արդեն մասնաճյուղեր ունենք։ Ինչ այդ երրորդ սեգմենտը, որ ասում եմ ամբողջ Հայաստանի կանանց է վերաբերվում, դա կրթական զարգացման ծրագրերն են,
Նախորդ տարիներին կանանց միամսյակի շրջանակում մենք բավականին ակտիվ ծրագրեր ենք իրականացրել, մրցույթներ ներգրավելով Հայաստանի տարբեր համայնքներից կանայք գյուղատնտեսությունում, կանայք բիզնեսում, պրոյեկտների մեր անուններն են, որոնց շահառուները բավականին հետաքրքիր արդյունքներ են գրանցել եւ բավականին, այսպես ասած, իրենց բիզնեսները զարգացնելու, գյուղատնտեսությունը զարգացնելու հետ կապված օգուտներ են քաղել այս պրոյեկտից։ Այստեղ ինչն եմ ուզում շեշտել, որ մրցույթները իրականացնելիս եւ ֆինանսավորում իրականացնելիս մեզ ամեր սոցիալական ծրագրերն են։ Մենք երբևէ հաշվի չենք առնում արդյոք դիմորդները հաճախորդներ են, թե ոչ, այսինքն մեր մարքեթինգային արշավները ուղղված չեն սոցիալական արշավները միայն հաճախորդների համար։ Մենք բաց ենք եւ ամեն բան փորձում ենք անել, եթե ունենք բյուջե հատկացված սոցիալական ծրագրերի համար, փորձում ենք այնպես անել, որ հնարավորինս լայն սեգմենտ ծածկենք, հնարավորինս շատ մարդիկ օգուտ քաղեն այդ պրոյեկտներից։ Մենք որոշել ենք սկսել on-line պրակտիկ դասընթացներ, որի ընթացքում կներգրավենք ավելի շատ կանանց եւ ինչու միայն կանանց, այլ գյուղատնտեսների եւ Հայաստանում բացառիկ մասնագետներից մեկը գյուղատնտեսության ոլորտում հատուկ մեզ համար մեր հետ համագործակցության արդյունքում կրթական տեսանյութեր ենք նկարահանելու եւ հրապարակելու ենք պրակտիկ գիտելիք հաղորդելու նպատակով մեր սոցիալական էջերում։ Ինչպես եք կարողանում հաճախորդի հետ լեզու գտնել։ Տեսեք, մշակութային առումով մենք շատ նման ենք մեր հաճախորդներին այն տեսանկյունից, որ մենք գործում ենք մարզերում։ Մենք ունենք 31 մասնաճյուղեր, որոնցից 29-ը մարզերում են։ Մեր թիմակիցները իրենք շատ երկարամյա փորձ ունեն։ Թիմակիցներ ունենք, ովքեր 20-25 տարի է ֆինկայում են աշխատում։ Եվ դա մեր մյուս ամենաթանկ ռեսուրսն է, որ մեր թիմակիցները շատ լավ են ճանաչում մեր հաճախորդներին։ Եվ դա նաև այն ամենակարևոր նախապայմաններից մեկն է, որ մենք կարողանում ենք շատ անմիջական ու հեշտ շփվել մեր հաճախորդների հետ։ Մյուս կողմից մենք միշտ փորձում ենք լսել հաճախորդներին, լսել իրենց կարծիքը եւ զարմանալի չէ, որ մեր պրոդուկտներից եւ նախաձեռնություններից որոշները ձևավորվել են հենց հաճախորդների տրված ֆիդբեքի մեկնաբանությունների հիման վրա։ Այօրինակ մենք վերջերս մեկնարկեցինք մեր հեռախոսային հավելվածի հարթակը, որով հաճախորդները կարողանում են հեռավար սպասարկվել եւ բարգեր վերցնել։ Ինչպես է դա տեղի ունենում։ Հաճախորդը կարողանում է application-ի հավելվածը ներբեռնել հեռախոս, այս պահին արդեն մեկնարկում ենք հեռավար գրանցումը, այդ բիոմետրիկ գրանցման մասին է խոսքը։ Ինքը կարող է գրանցվել ցանկացած տեղից, տանից, որտեղից հարմար է իրեն։ Եվ արագ կարող են Այո, վարկավորման process-ի տևը մի քանի րոպե առավելագույն է, բայց այստեղ շատ կարևոր է վերադառնալով ձեր հարցին, մինչև տվյալ պլատֆորմի հավելվածի ձևավորումը մենք խնդրեցինք տարբեր մարզերից մոտ 100-150 հաճախորդների խնդրեցինք օգտագործել հավելվածի դեռ փորձնական նմուշը եւ հավաքագրեցինք հաճախորդից եկած կարծիքները։ Այսինքն մենք հասկացանք, որոնք են մեր ուժեղ կողմերը, որոնք են թույլ կողմերը, որտեղ է հաճախորդը այլ բան ուզում տեսնել մեր հավելվածով, որ ավելի հաճախորդամետ կլինի եւ վերաձևավորեցինք տվյալ հարթակը հենց հաճախորդների կարիքներին համապատասխան։ Այսքանով նաև կարևորելով հաճախորդի ձայները, ստացվում որ մեր հաղորդակցությունները հաճախորդի հետ շատ սահուն ու արդյունավետ ստացվում։ Այսինքն կարող ենք համարել, որ սա 2025 թվականի նորամուծություններից է։ Երկրորդ մասը հեռավար գրանցումը այո, բայց հավելվածը մեկնարկել ենք 2024-ի հոկտեմբերին։ Ահա, պրոդուկտիվ է 2024-ը։ Մեզ համար շատ, քանի որ 2024-ին մենք տոնում ենք մեր 25-ամյակը եւ բավականին խիտ եւ հագեցված պրոյեկտներ ենք նախաձեռնել, ինչպես արդեն նշեցի եւ սոցիալական պրոյեկտների մասին, ես ցանկանայի մի փոքր նաեւ ներկայացնենք մեր նոր տիպային մասնաճյուղերի մասին։ Նոր ֆորմատի մասնաճյուղ բացեցինք Ապարան քաղաքում։ Մասնաճյուղի գաղափարը հետեւյալն է, որ process-ները ավտոմատացված լինեն եւ մենք ունենանք խորհրդատու աշխատակից տվյալ մասնաճյուղում եւ մասնաճյուղը նաեւ գրադարան ուսումնական կենտրոն մասնաճյուղ է, որտեղ մենք ունենք մասնագիտական եւ ոչ մասնագիտական գրականություն, որտեղից հաճախորդները կարող են օգտվել
եւ ավելի հմտանալ իրենց մասնագիտական գիտելիքներում, այդտեղ նախատեսում են նաեւ բարբերաբար տրեյնինգներ անցկացնել հաճախորդների համար եւ ոչ հաճախորդների համար, որտեղ նաեւ կօգնենք հաճախորդներին աշխատակիցների միջոցով ավելի մասնագիտանալ իրենց ոլորտներում։ Խնդրեմ, կանելի։ Այստեղ ուզում եմ առանձնացնել, որ հիմնական առավելությունն այն է, որ հաճախորդը մուտք գործելով մասնաճյուղ պետք է մոտավորապես 10 րոպեում ամբողջությամբ սպասարկվի, վարկավորվի եւ եթե կարիքը կա նաեւ ինչ-որ գրականություն վերցնի եւ մասնաճյուղից հեռանա նաեւ վերադառնալու, դիրքը վերադարձնելու պայմանով։